Ողջույն սիրելիս, Աստծո օրհնությունը քեզ հետ լինի։ Ես Ռոման Դանելյանն եմ։ Ուզում եմ այսօր քեզ հետ խոսեմ ընտանիքի մասին, թե ինչ է ընտանիքը, ով է նրա հեղինակը, եւ իրականում թե Աստված ինչպես է վերաբերվում ընտանիքին եւ ինչպես է վերաբերվում Սատանան։ Գիտեք, Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը եւ հետո ստեղծեց ընտանիքը։ Եվ ամեն երեկո զով ժամերին Աստված իջնում էր Ադամի եւ Եվայի հետ շփվում էր։ Դեք հրաշալի միջավայր էր։ Մարդ Աստված կենդանի փոխհարաբերություններ կային, շփում կար։ Չկար լաց, չկար բաժանումներ, չկար պատերազմի ձայներ, չկար վախեր ու անհանգստություններ։ Բայց օրերից մի օր կար մեկը, որի անունը Օց էր։ Նա խորամանկաբար մտավ Եդեմի պարտեզ։ Գիտեք, գողացավ Եվայի կյանքից այն փոխհարաբերությունը, որը նա ուներ Աստծո հետ եւ իր ամուսնու հետ։ Եվ հետո գողացավ Ադամի կյանքից այդ փոխհարաբերությունը Եվայի հետ եւ Աստծո հետ։ Գիտեք, Սատանան չի փոխվել։ Սատանան նույն գողն է, նույն սուտասանն է։ Եվ Աստված, երբ որ ստեղծեց ընտանիքը, նա ստեղծեց եկեղեցուց առաջ։ Եվ Աստված այսօր ուզում է օրհնել քո ընտանիքը։ Գիտես, եթե քո ընտանիքում այսօր կան բաժանություններ, կան դժվար իրավիճակներ, դա Աստծուց չի։ Սիրելիս, Աստված քո ընտանիքի անունով ոչ ստեղծել է հիվանդություններ, ոչ է ստեղծել է բաժանումներ, ոչ է ստեղծել է անեծքներ։ Սատանան գող է եւ սուտասան։ Գիտեք, Աստված ամեն բան անում է, որպեսզի փրկի մարդկանց ընտանիքները, եւ Սատանան ամեն բան անում է, որպեսզի կործանի ընտանիքները։ Մի բան, որ Սատանան չունի, դա ընտանիքն է, եւ մի բան, որ մարդը ունի, դա ընտանիքն է։ Սատանան ուզում է կործանի այն, ինչ որ չունի եւ չի էլ կարող ունենալ։ Բայց դու այսօր կարող ես քո ընտանիքում իրականում բերել Աստծո ներկայությունը, բերել խաղաղություն, սեր, բժշկություն։ Դրա համար, եթե քո կյանքում կան խնդիրներ, իմացի մի բան, դա Աստծուց չի։ Այդ գիտեք, կան խնդիրներ, որոնք որ մարդկային փոխհարաբերություններից են ծնվում, եւ դրանք շատ հեշտ լուծվող են։ Եվ կան խնդիրներ, որոնք հոգեվոր աշխարհում են ծնվում, եւ իրականում դրանք բերում են դժվար բաների։ Շատ ընտանիքներ այսօր կործանվում են ալկոհոլի, շնության, խաղամոլության, թրամոլության եւ այլ նմանատիպ կախվածության եւ պիղծ բաների միջոցով։ Բայց Հիսուսը եկավ եւ ասեց. երբ որ աղոթեք ասպես. Հայր մեր, որ երկնքում ես։ Մի փոխհարաբերություն, որը որ կորցրված էր, եկավ Հիսուսը, որպեսզի վերականգնի։ Մարդ Աստված փոխհարաբերությունը բերեց նույնը նորից ընտանեկան փոխհարաբերության։ Սիրելիս, իմ կոչն այսօր քեզ, եթե քո ընտանիքում կան խնդիրներ, մի խստացրու քո սիրտը, պարզապես բացի քո սիրտը եւ ասա. Հիսուս, ես քո կարիք ունեմ։ Եվ երբ որ Հիսուսը գալիս է, խավարը հեռանում է։